Բժշկություն, ամենակարևոր մասնագիտություններից մեկը, պատասխանատվություն հիվանդի կյանքի համար, աչալրջություն, աշխատասիրություն։ Ով տվել է Հիպոկրատի երդումը, գիտի։ Բժիշկ ջան, մի տեսակ անհանգիստ եմ, միշտ քրտնում եմ։ Ոնց Տիխա, ես գիտեմ ձեզ մոտ ինչա, Երևանյան տենդա, սա շատ վտանգավոր հիվանդություն է, որ դեմը շտապ չառնեն կդառնա Ղարաբաղյան սինդրոմ, իսկ դա արդեն անբուժելի է։ Ոնց, բա ինչ անենք։ Տիխա, без պանիկի տոկա, ձեզ մեկ հաբ մատաղիցին է պետք, ձեր բախտը բերել է հենց հիմա մոտս ունեմ։ Ձեր ոսկե գույնից տեսնում եմ, որ դուք պետ պատվերով չեք, պետք է 60,000 դրամ վճարեք։ Էս էլ սենց։ Են լավ կոֆեից կարող եմ մի հատ էլ տաս։ Էսում ես իմ տուն բերել։ Տոանասու։ Ես Կարենն եմ, աշխատում եմ, դե երևի հասկացաք, որ չեմ աշխատում։ Ես դերասան աֆերիստ եմ, կիսով չափ ավարտել եմ Թատերական ինստիտուտը և ինչպես վայել է իսկական արվեստագետին, տուն չունեմ, բայց ունեմ փող, խելք և ամենակարևորը առողջություն։ Կանաչ ճանապարհ ձյաձ ջան։ Ապրես աբեր ջան։ Ձյաձ ջան պետք չի, ձեր համար միշտ էլ անվճար է։ Ձյաձ լավ է էլի ու ամեն ինչ փողով չի։ Արեցի չես անում այդ բոմժի չու դու գիտես ես մաշտին ինչ արժի է, սաղցեղը ծախես անիշ չես արնի։ Դավայս դու ծարագասվա քեզ էլ չտենամ է։ Խազիր շուշ ես է։ Շատ փրփրեցիր այդ կազյուն։ Արա շավը ստարը բոմժի չուտը։ Զուբս մե, սպասեք տղեք, ես ամեն ինչ կբարձրեմ։ Ես ֆուջիկի զուբից փողերը մեկալում ես հետ չես տալի։ Փողերը սուրայ մուֆլո։ Սեմե հելը սրա ջեբերը ստուգի։ Ձախնի նայ զեմե։ Արա հետևի ջեբերն նայ զեմե։ Ես իմը չի։ Եթե վաղը սաղ փողերը չտաս, հաստատ քոնը կդառնա, էլ ավարա։ Հելանք զեմե։ Մարդ ինչքան անասուն պտի լինի, որ ծոցաջեբը չստուգի։ Հելը մի րոպե։ Արա, հելը մեր ծոցաջեբերը տել ստուգենք։ Ստեկ կեսնա, մյուս կեսը 3 օրից կտաս։ Միշ, Սպանիր, կարնեմ։ հիմա,
Հասկացան խեղդի զմե։ Ուստահարաչ, բա ասում էիր, օրը 30 կլիենտ եմ ունեցել, բա այսուր են, մերել են? Ես կմերն եմ։ Դու ինչ մի բերանետ լոչիշ, այ Վասիլիս, հեսա որ տվել եմ կԵվրովիժես, աղվամազատ կտրի, այսենց ամբաղ դուրս ես տալի ու էդ հայվանի բերանը լեզու դնում։ Իմ բերանը ոչ մեկ լեզու չի դրել եղավ բիջա։ Մի վախի, մի օր մեկը կդնի։ Ձեր իդիոտ հումորները ձեզ պայք, հա? Պրիդուրկի։ Բարև ձեզ։ 1000 բարի Համեցեք։ Չէ լավ է, հոպար ջան։ Աշջան, մի հատ դուրս գանք խոսալու բան կա։ Ընկեր ջան, ես մի տարիա չկայիր, նենց հանկարծ հիշեցիր, հայտնվեցիր, հա? Փող չկա։ Փող չի։ Թողես մի շաբաթ տանդ մնամ։ Այն Նարուսիկը ինձ Մարիշի հետ բռնցրեց, տնից դուրս հանեց, փողերս էլ ձեռքս տարան։ Հիմա մնալու տեղ չկա։ Ձև չկա։ Մի շաբաթից նույնն է Դիլիջանից գալի, որ քեզ տեսավ ինձ կսպանի։ Ես միջև իրա գալը դուրս կգամ։ Անցած անգամ էլ մնացիր։ Տունս սարքել է իր ծղոտները։ Ով էր զոքանչիս ղրգած մեղրը դոշերին քսում ու սենյակներով վազվզում, հա? Մի խոսքով չէ, գնա ինչ ուզում ես արա։ Լավ ես մտածել։ Հա։ Եղավ աշոտ տղա։ Տականք, ոնց դու ինձ էլ չես սիրում, ասա ինձ ով այդ գուրգենչիկը, ով այդ սուչկան։ Բանալին։ Ստար, ու այդքան բանից հետո ինչ մեր մեջ է։ Ռադդ քաշի ապուշջատա, խայտարակարիր։ Այ ընկերս հենց է լինում։ Վասիլիս, դու գիտեիր։ Բայց կում էի։ Հոյակա փարված էր ինչպես միշտ։ Մենովա, չնկատեցի ինչպես եկար։ Դե ասա տեսնեմ, ինչքան մեր վրա նստեց Արևան կազմակերպության ծառայությունը։ 36 միլիոն։ 36, բայց կարծեմ ենք 35 էինք պայմանավորվել։ Հոյակա փարված։ Ուղղակի պայմանները փոխեցին բորենիները, բայց ես բոլոր թղթերը ունեմ, կարող եմ ցույց տալ, եթե կամենում եք։ 1 միլիոնը եղանակ չի փոխում։ Մեր կազմակերպությանը այդ ծառայությունն անհրաժեշտ էր։ Հետո ես քեզ հավատում եմ, Մենովա։ Հանճար եք հարված։ Տրամադրություն ոնց որ չունեք, Դավիթ Սուրենիչ, հո բան չի պատահել։ Կնոջս մահից հետո ինձ մենակ Սոնան է մնացել։ Հիմա ինձ համար ամենակարևորը նրան վերադարձնելն է։ Դու նրա հետ խոսեցիր։ Ես ամեն ինչ անում եմ, որ Սոնան ձեզ հետ հաշտվի, Դավիթ Սուրենիչ։ Սոնան իմ արևն է, իմ լուսինն է, իմ կյանքն է, ու ես առաջինն եմ։ Ձեզանից հետո իհարկե, որ տանջվում ա ձեր հարաբերություններից։ Մոմ չմնաց եկեղեցուն, որ չվառեմ ձեր սուրբ միացման համար, Դավիթ Սուրենիչ ջան։ Ես կբերեմ։ Վայ, բա որ իմանայինք մի հատ էլ ամեղ ու գալու կմանայինք մի քիչ էլ կբզբզանք։ Քաղցր, մի հատ խայտի գժվենք։
Հոդու ապուշ չես, էլի։ Ես եմ քո մեղրը, արինց կեր։ Որսիս պատասխանի, արա։ Աշոտինք, դու ես դրուկ։ Արար մտ պաչեմ։ Մի քիչ առաջ գայրին կաժին կտայի քեզ գինդես հետը տիշկաներ։ 5 օրից ոտը տեստանը չլնի, կերար կյանքս։ Աշոտիկ, այս ինչու ես բորբոսնած։ Չլինի զոկանչ մայր մեղունա զանգեն դիլիջանից տրևոգ է խպելա։ Բերանս մի բաց։ Ինչ պսակվել ես կնիկը դու զոկում բերանդ նեց են պագել բացել կլնի։ Մարդ չդարրելի, մարդ։ Այ բոմժ, ես գոնե տուն ունեմ, աշխատանք, կնիկ, երեխա, դու ինչ ունես, իսկապտի սենց ապրես։ Հատերականում առաջիններից մեկն էի, դուրրակյադա, բայց չէ, ոնց կլներ։ Ընգար յուբկեքի հետևից դուրս մնացիր։ Անգործ մնացիր ենքան մինչև տունը ծախեցիր։ Ու իմինգած նրան խապում ես, որ 2 կոպեկ փող աշխատես։ Հապ, հիշեսնեմ, որ միայն հարուզն էին։ Էդ կապ չունի, էլ չեմ ասում, որ օրը մի լրպի տանն ես մնում։ Այդ մեկը ճիշտ ես ասում, օրինակ այսօր քո։ Արա միած սրպիչ է չունեն, ես ինչ հոգնած հյուրանոցա։ Բարեգործական կազմակերպությունը հարցազրույցը անցկացնում միայնակ մայրերի հետ և պայմանների բավարարելու դեպքում առավել կարիքավոր մայրը կստանա տուն ու գումար։ Էպիմամ օգնություն հանուն օգնության։ Օգնություն, Աշոտ։ Գժվել ես։ Ես ինչա։ Հիմա դու ինձ ուզում ես համոզես, որ միայնակ մայր ես դառնալու։ Գնաս այդ կազմակերպություն ու ծրագրից փող ու տուն ստանաս։ Հա, ինձ գնալու եմ ու ստանամ, ու դու ինձ պետք է օգնես։ Ես։ Իմ մասին մոռացի, եղավ։ Գնալու ես բռնեն նստեցնեն։ Ուր նստեցնեն կանանց գաղութ։ Դրանից է լավ, բան սաղքյանք երազել էի։ Թզբեխով կնգանից սեքսուալ բան չկա։ Նունեն որ ռազմերն ակնում, Աշոտիկ։ Ես շատ գիտեմ։ Ոնց թե նունեն որ ռազմերը հակնում, էդ ինչ ես անում ըտեղ։ Այսի վաղը հակնծվավ։ Ես նունեի սիրած շորնա։ Բադալեմ, թե դու ես հակնես։ Սոնա ջան, ձեզ էին հարցնում։ Փոխանցեք մոտ 10 րոպեից, ես կկարողանամ ընդունել։ Որևէ խնդիր չկա։ I've got dreams, dreams to remember. I've got dreams, dreams to remember. Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կներեք, որ ձեզ սպասեցրինք։ Սուրճ կխմեք։ 1000 տարի սուրճ չեմ խմել։ Ահա ձեր սուրճը։ Վայ, կներեք չներկայացա։ Ես Սոնան եմ։ Իսկ ձեր անունն ինչ է։ Կարեն, Կարինե։ Կարինե ջան, դուք միայնակ մայր եք եւ որոշել եք մասնակցել մեր ծրագրին։
կյանքը ստիպում է։ Շատ ճիշտ եք արել, եւ ես շատ ուրախ եմ ձեր այդ որոշման համար։ Դե սկսենք։ Որտեղ եք բնակվում։ Եղբորս տանը։ Իսկ ձեր ամուսնուց բաժանված եք։ Կներեք։ Բա ինչի համար ջանս, մահացել է ամուսինս։ Այլանդակը։ Թողել է ինձ մենակ հիմա Ռուսաստաներում իր համար շուշվածներով ապրում է տականքը։ Այսինքն կենթանի է։ Ինչ էր իմացաք, իսկական կենթանի է։ Իհարկե։ Այո։ Այդ գործը լինում է համարեք ամենաճիշտ մարդն է դրանով զբաղվում։ Այս վերելակը չի աշխատում, էլի։ Չէ, մենո արգիշ տվիչ, կողքիլով բարձացեք։ Վայ, քո հետ չեմ պահակի հետ եմ խոսում։ Պահակը հերը տա։ Ահա, հասցեն գրեցի։ Մնում եք ձեր եղբոր Աշոտի տանը եւ ինչպես նշեցիք, նա խմում եւ ձեզ ծեծում է։ Այո, ահա որ մարդ է, վրա սաղ տեղ չի թողել։ Լավ։ Կարինա ջան, հիմա պատմեմ ձեզ մեր պայմանների մասին։ Ծրագրին մասնակցելու առաջնային պայմաններից մեկը դա աշխատանքի առկայությունն է, թեկուզ ամենավատ վարձատրվող։ Երկրորդը մեր փորձագետների այցելությունը ձեր ապրուստի եւ աշխատանքի վայրերը։ Երրորդը ատեստացիան, որի ժամանակ էլ ավտոմատ կլուծվի ամենահեշտ 4-րդ պայմանը։ Որ պայմանը։ Մենք կտեսնենք ձեր բալիկին։ Ում։ Ձեր բալիկին։ Չէ՞ որ դուք երեխա ունեք։ Այո, ունեմ։ Փաստորեն ամեն ինչ անիմաստան։ Ինչ։ Ոչ մի բան դե լավ, ես գնամ։ Չէ, սպասեք։ Ստորագրեք էստեղ։ Ինչի համար։ Հա, ճիշտ է։ Երեխան համահանեց։ Համահանեց։ Շատ չարաճճի երեխա ունեմ։ Դե ինչ։ Վաղը սպասում ենք ձեզ եւ ձեր բալիկին ատեստացիայի համար։ Իսկ 3 օրվա ընթացքում տնօրենի հետ կայցելենք ձեր տուն եւ աշխատանքի վայր։ Անպայման կգաք, լավ։ Սարնիտալուց ձեր դեմը չեք նայում, տո անանսում։ Դու անասունը դուք եք, ագրավ։ Մաղես։ Ագրավ։ Մաղես։ Ագրավ։ Մաղես։ Ամեն ինչ նորմալ է, սիրելիս։ Հա, քեզ ուրտես արդեն ամեն ինչ լավ է, փույսիկս։ Գործի տեղ պտի գան, տուն պտի գան։ Բան երեխեն որտեղից բուժնեց։ Ես եմ ու վաբշե միայնակ մայր եմ, երեխա չունեմ։ Ամոթ, գրանտագերներ։ Կանգնես ու մեջ կաս խունեգան։ Կանգնի դարա։ Հա, տղա եմ, գող։ Բխի ես աղջկա շորեր հաքի։ Հետ քո գործը չի, սոմաշկես տուր։ Չեմ տա։ Հետ չել իստաս։
տեսնես ես տաները։ Ասում ես, ես աղջկա շորակի։ Սոմաշ կես տոշտե այ բամժաճոտ։ Ինչ եք անում էստեղ։ Մամայիս հետ բռնոցի էինք խաղում։ Չէ՞ մամ։ Այո, իսկապես, իսկ ինչ ապատել որ։ Կներեք։ Կներեք, բոլորի խառնեց իրար, հիմա էլ կներեք, երեխես վախեցավ։ Ես կես ինչ մամայ բոմժ։ Չնայած, արիլը։ $1000 չեմ իշնի։ Ինչ 1000 գժվել ես, ասի 500 ու վերջ, ասը տունը կեզ նվերտակ պրծնենք, գողցող։ Քյասար 500-ով չեմ գալի, գնա քեզ մի օրում ավելի մաչելի գներով երեխա ճարի, մամ ջան։ Ինձ մամա չասես այ գավրոշ, 800 շաբաշ։ Լավ, բայց նախագծի իրականացման ընթացքում ուտելիքը ձրի։ Դե գնացինք տուն, այ ձրյակեր։ Ինչ տուն։ Էս հոգնածն էլա փայի մեջ։ Էս ովա։ Երկար պատմություն է, գիշերը մեր հետ մնալու։ Բադալն եմ, թե ես իմ տանը մնա։ Չորս օր կարեն տղա, 4 օր։ Ժամացույց ես։ Այսօր չի ատեստացիան։ Բայց դեմքը դուրս չի գալիս, շատ ուրախ է։ Պետք է մի փոքր փոխել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ծանոթացեք, մեր ծրագրի տնօրեն Միսթր Թոմն է։ Hello։ Together։ Ահա եւ ձեր որդին։ Անունը ի՞նչ է։ Տիգրան անունը, բալես մի նեղվի սրանք լավ մարդիկ են։ But why is he so sad? Huh? Տիգրան ջան, ինչու ես տխուր։ Քերին ճեճելա, մի կտոր հացի համար այլ անդակը։ Oh my God! Բա, it's my life։ Տիգրան ջան, մենք քեզ ընդամենը մի քանի հարց կտանք։ Կարելի է, չէ՞։ Իհարկե կարելի է, մենք տանը շատ լավ պատրաստվել ենք։ Կարինե ջան, ձեզ կխնդրեի հարցերի ժամանակ լուր մնալ, քանի որ մեր կանոնակարգի պետք է միայն երեխան պատասխանի։ Լավ, բայց ախր, օքեյ։ Տիգրան ջան, իսկ մայրիկը քեզ երբևէ հարվածել է։ Հապ չէ։ Կներեք, ալերգիա է, 3 տարի է ինձ տանջում է, դեղերն էլ թանկ են, մի խոսքով, հապ չէ։ Չէ։ Լավ, մի փոքր ստուգենք Տիգրանի հաշվելու ունակությունները։ Տիգրան ջան, եթե 9 բաժանենք 1-ի, ինչ կմնա։ Հապ չինը։ Սպանում է այս ալերգիան։ Կարինե ջան, լավ կլիներ, եթե մեզ դրսում սպասեիք։ Մի անհանգստացեք Տիգրանի համար, մենք մի 10 րոպեից կվերջացնենք։ Լավ, եթե այդպես է պետք, ես դուրսը կլինեմ, բալես նի պուխա։ Լավ, փոխենք հարցը։ Ինչ կստացվի, եթե 8-ը բազմապատկենք 1-ով։ Հապ չոտ։ Անցնենք առաջ։ Հեսա պուշ լակոտը սա հարցին սխալա պատասխանելու համտանին զրկվեմ ամ փողից։ Oh my God։ Ասում էի, չէ։
komm aus dem Club, war schön gewesen. Stinke nach Suff, bin kaputt, ist ein schönes Leben. Steig über Schnapsleichen, die auf meinem Weg verwesen. Ich seh die Ratten sich satt fressen im Schatten der Dönerläden. Stapft durch die Kotze am Kotti. Junks sind benebelt, Atzen rotzen in die Gegend, benehmen sich daneben. Szene schnösel auf, verzweifelter Suche nach der Szene. Gepierste Mädels, die wollen, dass ich Straßenfeger lese. 5:30, meine Augen brennen. Dreht auf den Typen, der zwischen toten Tauben pennt. Hysterische Beute keifen und haben Panik, denn an der Ecke gibt es Stress zwischen Tarek und Sam. Tarek sagt, halt's Maul oder ich werde ihm ins Gesicht schlagen. Sam hat die Hosen voll, aber kann auch nichts sagen. Die rote Suppe tropft auf den Asphalt. Mir wird schlecht, ich mach die Jacke zu, denn es ist kalt. Դիսպեչերի հարցազրույցի համար ես եկեք, Կուկու ջան։ Այո։ Նստեք։ Նստեք, սիրում ջան, նստեք։ Այսի սուրպրիզերը։ Ես քեզ կհարցաքննեմ։ Շեֆ ջան։ Արա ձեզ կուլտուրա չեն սովորացրել, որ դուրը ծեծեք նոր մտնեք։ Հայ կեղծիներ։ Արա մոտս մարդ է եկեք գործի ընդունվի։ Ինտրևու են կանամ։ Շեֆ ջան, այդ մաշնիկը առս պասպորտ չեն թողում ռաստամոշկա անենք։ Դե մենք էլ գիտես պասպորտ չունենք։ Извините. Արա, ես ձեզ ինչի մարեմ բող տալի, հը, մենակ ես անասունը որ 2 կիլո միս աուտում, արա կգցեմ բողոց, կետակ բոմշուտուն կանեք, չգիտեմ բոնց ուզում եք էտ ռաստամոշկեն արեք, ու էլ աշկիս չերևակ, մոտս մարդ կա թեպիլներ արա, Աղոտիա, կուկլի ջան, 2 շաբթվանից գործի, Բայց ես... Էլ ոչ մի բայց, դուք ընդունված եք գործի, աշխատավարձ դել, էդ քո քաղցր ձենիդ խաթր, ամենաբարձրը կլնի, մարալ ջան, Կարին է, այսուր էիք, մենք անհանգստանում էինք։ Այսուր էիր, մամ ջան։ Վայ երեխեք ջան, այստեղ մի փոքր զբոսնեցի, ինչ ա եղել։ Ոչինչ, մենք ավարտեցինք հարցազրույցը եւ ասեմ, որ ամեն ինչ շատ լավ էր։ Իզրուլ այդքան մտահոգվում էիք։ Դե ես վազեմ, քանի որ էլի հարցազրույցներ ունենք։ Մինչ հանդիպում։ Հա, մոռացա ասեմ, տան այցելությունը այսօր կլինի։ Աշխատանքից հետո կգանք։ Այնպես որ հյուրեր ունեք, կընդունեք, չէ՞։ Իհարկե, համեցեք։ Դե ուրեմն հրաժեշտ չեմ տալիս։ Առայժմ։ Առայժմ։ Քաշվանք։ Ինչի քաշվանք։ Այսօր են գալու։ Ոնց է տան մոմենտը մոռացել։ Սրանք որ եկան աշիտուն չեն հավատա, որ մենք աղքատենք։ Տունը պտի ձևափոխենք։ Հա, շոտնել քեզ թողես, տանը մատով կպնես։ Կթողի, քնած մարդու ծովը բան հարցնում։ Այսինքն։ Ստեղ մոտիկ դեղատուն կա։ Արս ջան, մենք եկել ենք քեզնից ներողություն խնդրենք։
Եղբայր, կներես բոլոր անհանգստությունների համար, որ մենք քեզ պատճառել ենք։ Մենք հասկացել ենք, որ սխալ ենք անում, ու հենց դրա համար որոշել ենք գնանք ու քեզ հանգիստ թողնենք։ Չէ՞ Տիկո։ Հա, ինձ էլ կներես ամեն ինչի համար Աշոտ ջան։ Հոպլ, ես ուզում եք ինձ ասեք, որ հիմա գնում եք, հա։ Ես էլ հավատացի։ Կայֆավատ եք գնում։ Չէ, ինչ կայֆավատ։ Լուրջ եմ խոսում։ Արի նա պասաշոկ մի հատ էլ կոֆե խմենք ու իրար հրաժեշտ տանք։ Աշ ջան, ես պաշտոնապես մեր կողմից շնորհակալություն եմ հայտնում ամեն ինչի համար, ինչ մեզ համար արել ես։ Դե, ոնց որ ասում նստենք, խմենք, բարի ճանապարհ ասենք։ Բա ուր եք գնալու։ Միան հանգստացր Աշոտ ջան, մենք միտեղ կգնանք։ Նունեն էր զանգել, ասեց, որ այսօր է գալի։ Դե ինչ որտեղ էլ լավ է, որ այսօր գնում եք։ Ես երբ է ազդում։ 2 րոպեից կհանգի։ Ինչը կհանգի։ Դու հանգիստ խմի, որ հանգի առաջինը դու կիմանաս։ Մի վարկան, այս կոֆեից մեջ բան եք գցել։ Ես ինչ-որ շատ աշխուժ է, կարող է չազդի։ Հորցած բանը արխային, կքնի։ Ես ինչ քնացնում եք։ Որ ինչ ալեք։ Ասում էի, չէ՞։ Պատալն եմ թե քնեմ։ Նունե։ Ես էլ սենց։ Գերժամ ունենք։ Սենց բաներ ենք հասցրել։ Oh my God! Who are these people? Կարինե, այս մարդիկ ովքեր են։ Եղբորս ընկերներն են, ամբողջ օրը իրար հետ լակում են, ես արդեն սովորել եմ։ Oh my God! Բա, it's my life։ Իսկ որտեղ է ձեր եղբայրը։ Հենա լագել քնելա։ Տիգրան։ Ոնց ես Տիգրան ջան։ Էս էլի ծեծել է։ Սոված եմ։ Ոչինչ բան ես դիմացի, մաման 15 օրից աշխատավարձ ստանալու։ Չեմ հասկանում, տան ընդհանրապես բան չկա ուտելու։ Սոխ ունենք։ Մի քիչ։ Վայժապ դեծես այս կտակ սպանի, Տիգրան ջան, արինց մոտ։ Վայ, Ես ինչ արա, հա, դուք ով եք, ես տանս մեջ ես ինչեր են կծած, Աշոտ! Կներեք, իսկ դուք ով եք։ Սա եղբորս Սիրուհին է, եղբորիցս երեխա է բերել և ուզում է ինձ ու Տիգրանին տնից վրընդել, շատ վտանգավոր կին է, ինչ ես եկել, հելի ուզում ես ինձ տնից վրընդես, չի ստացվի, սա իմ եղբորն ունն է և ես ու Տիգրանին։ Աշոտ, ով այս լիրպը ու ինչ է իմ սիրած շորը հակեր, հա։ Excuse me։ Քեզ ով խոսացրեց այն գրին կարդ, ով եք դուք արա, ինչ է տունս մայկան սարկել, ես ամերիկացի կուր մտում է սենց է լինում, Աշոտ, ես ինչ շիշա ձերատ, էլի խմում ես այ հայվան, բա դու ինձ խոսք էիր տվել։ Կարինե, եկեք գնանք, աղաչում եմ, եկեք գնանք ես տեղից։ Ուր ես գնում, մի րոպե հլը կանգնի, այ չացած լի, շարսանի ասում եմ,
եմ։ Շորս հատ տոտում մի խարնվեք գրինքան։ Ձևոյ մայքան կբերեմ ես էլ գլխին։ Դուք էլ սպասեք զանգեմ ախպորս Ռուսաստան, ունեք հեղախոցը։ Ջան, եկել ես։ Հա, կյանքս, եկել եմ։ Դու էլ աչքիս գնում ես։ Խնդրում եմ, արեք անցեք մեքենայի մոտ։ Շորս ջնեց այն ադակը, տեսնում եք ինչ պայմաններում ենք ապրում։ Խնդրում եմ, Կարինե ջան, սա վերցրեք։ Սա ինչ է։ Սա իմ ամառանոցի բանալին են, կմնաք այնտեղ մինչև ծրագրի ավարտը։ Բայց Սոնա ջան։ Ոչ մի բայց, կմնաք այնտեղ եւ վերջ, ես թույլ չեմ տա նույնիսկ 1 վայրկյան մնաք այս տանը։ Թոմը ձեզ կտանի։ Դուք այդքան բարի եք մեր նկատմամբ, ես երբեք դա չեմ մոռանա։ Խնդրում եմ, շտապեք, պետք չէ այստեղ մնալ։ Ձեզ ինչ հարկավոր է այնտեղ կգտնեք։ Առայժմ։ Մամ, գնացինք, սովից մեռան։ Գո, ընկեր ջան։ Ես էլ սենց։ Պույսիկ։ Պույս։ Արես չեք է դաչա։ О, Боже, какой мужчина. Այս ուտելու բան չկա։ Լավ գնանք քնենք ուրեմն։ Ովա, չմոտենես, բերելդ չմոտենես։ Դու ով ես ինչ ես անում, սա աղջի, հելը դեպքդ բացի տինամել է։ Էս էլ սենց, մամ ջան։ Էսով էր։ Երևի գող, ավելի շուտ մանյակ։ Սրան կապել է պետք։ Գիտեմ, արի ոտերը բռնի։ Օ դու դեպուտատ չես, սաղ կերել ես։ Կարինե, Տիգրան, ես եկա, որտեղ եք։ Կարինե, Տիգրան։ Դուք այստեղ եք։ Շատ գեղեցիկ զգեստեք հագեր Սոնա ջան, ձեզ շատ սազում եմ, չեմ անես։ Հա, շատ սիրուն է։ Շնորհակալ եմ։ Ինչպես անցկացրեցիք գիշերը, ամեն ինչ կարգին է։ Շատ հանգիստ էր, գող էր մտել, բայց շատ լավ անցավ, բռնել ենք։ Այսինքն գող էր մտել։ Կատակում եք։ Չէ, իսկականից գող էր մտել։ Հա ուր է եթե բռնել եք։ Խորդանոցում է, մի անհանգստացեք Սոնա ջան, ինքնագիտակից է, դուք ոնց եք։ Մի րոպե, հիմա իմ խորդանոցում գող կա։ Կարող եմ տեսնել։ Իհարկե Սոնա ջան, եթե դա չան ձերն է, ուրեմն գողն էլ է ձերը։ Բայց շուտ արցեք եք սա իմ նշանազնամենուան։ Երցեք մոք եմ է։ Այսինքն դու նշանացում ես։ Ագրավ։ Մոխես։
Լսի շուտ ես սրանք սպանեմ ես գործի տեղի բոմժերին ինչես բերեք ու Սոնա։ Դու էլ ես սրան ճանաչում։ Փաստորեն նշանոցն է։ Տեսնում եք, այստեղ ինչ են մեզ մրնդում, գնացինք բանես։ Դավայ, Սոնես զարմանում եմ ոնց ես ես փողոցի կատուներին բերեք օտուն։ Մենակ պարկետը տես երկուսից թանկ է։ Մի հատ բոլորդ հանգստացեք, յա։ Կայնը կանգնիր, դու մնալու ես այս տանը։ Իսկ դու լռիր։ Ես տվել եմ ամառանոցի բանալիների Կայնային եւ խնդրել որ մնան մեր տանը։ Դու գիշերը եկել ես, նրանք քեզ գողի տեղ ընտրել եւ փակել խորդանոցում, ինչ կա չհասկանալու։ Երեք չի փակել են մի հատ էս թուլ են հակաստասկիները բերեք կողել է բերանը։ Ստոպ, հասկացանք, վերջ, հաշտվեք հենց հիմա միմյանց հետ։ Ես ագրավի։ Բայց ինչ եք ինձ վիրավորում։ Ես գիտեի դուք գող եք։ Ես չգիտեի որ դուք մենու եք։ Վերջ։ Սեղմ եք միմյանց ձեռքերը։ Մենու է։ Ահա, առաջարկում եմ լարվածությունը հանելու համար գնանք շոպինգի։ Շոպինգի։ Yes, շոպինգ, ով ես եմ գալիս սրա հետ։ Մենու է էլի, խնդրում եմ գնում ենք շոպինգի եւ վերջ։ Համել Կայնը իսկ գեստը վատ վիճակում է։ Հա։ Ճիշտ ասած ես էլ վաղը առավոտյան աշխատանքի եմ, իսկ սա իմ միակ զգեստն էր։ Ահա, բոլոր հարցերն էլ կլուծվեն։ Վերջ, գնացինք։ Դե գնացինք։ Բա իմ փույսիկը ինձ մի հատ պաչիկ չի տալիս։ Յոխք։ Ամենուան ինչի չեկավ։ Դե կարևոր գործեր ուներ։ Սոնա մի րոպե, հա։
Բարև ձեզ։ Կարինե, գնացինք։ Սոնա խնդրում եմ։ Ինչու ես եկել։ Ես քեզ խնդրեցի, որ մոռանաս իմ մասին։ Բարի խոսենք, հա։ Մենք խոսելու ոչինչ չունենք։ Միգուցե միլիցիա։ Պետք չէ։ Հայրս է։ Օ, կներեք։ Ես Կարինեն եմ։ Շատ հաճելի է Դավիթ։ Հաճելի ոչինչ չկա։ Գնա, խնդրում եմ։ Բանես, անցիներ սա կոնսելու բանը չէ։ Կարինե ջան, խնդրում եմ, դուք էլ գնացեք, ես հիմա կգամ։ Ես էլ, հա, պաշտորեն։ Լավ։ Կարինե ջան, կներեք, որ այս ամենը ձեր աչքի առաջ տեղի ունեցավ։ Վայ մի մտածեք, մենք ինչ լսեցինք, որ նորմալ բան էլ չլսեցինք։ Հուսով եմ գոնե ամառանոցի հոթից գիշերը լավ կքնեմ։ Ոնց։ Դուք այստեղ եք գիշերելու։ Այո։ Ինչ որ խնդիր կա։ Չէ, ինչ եք ասում։ Դե առաջարկում եմ սուրճ խմենք։ Привет, ասպետս։ Այս ու էր, կյանք։ Հավին տարել է շոպինգ։ Բայց հիմա ես քեզ եմ պատկանում։ Շեֆը տա զանգում։ Սուսում եմ։ Հա, Դավիթ Սուրենիչ։ Դու գիտես ովքեր են ամառանոցում։ Հա, իր ծրագրի բոմժեն, աղքատներն են։ Իսկ Սոնայի հետ խոսել ես։ Չէ, դեռ ոչ, բայց ես աշխատում եմ այդ ուղղությամբ խոստանում եմ անպայման կխոսեմ։ Հիմա ինչով ես զբաղված։ Գործ ունեմ մի հատ։ Ինչ գործ։ Շատ երկար գործ ունեմ։ Իսկ այդ չես կարող հետո։ Չէ։ Այսօր որ չպրծնեմ հանգիստ չեմ քնում։ Լավ, ստեսություն։ Ամենայն ստեսություն։ Աղջիկը հավերը պիտուղ։ Ախ, զզվում եմ այդ բծուց։ Կյանքս կերավ։ Ոչինչ, բան չմնաց։ Ինչ գեղեցիկ գիշեր է, չէ։ Շատ խորհրդավոր։ Աստղեր, լուսին, կրակ։ Կարինե, իսկ ինչպես ծանոթացար ամուսնուդ հետ։ Ինչ։ Դե ինչպես ձեզ պատմեմ։ Քեզ, խնդրում եմ դու ով ինձ հետ խոսիր։ Ասեմ ձեզ, քեզ։ Այսպիսի մի գիշեր էր, ես 24 տարեկան էի։ Պատկերացնում եմ ինչ լավիկն էիր։ Շատ լավիկն էի։ Մեր հարևան ձյաձեցիկը, որ ինձ տեսնում էր առավոտյան, ասում էր, արև դուրս մի արի, Կարինեն արդեն էստեղ է։ Իրոք շատ լավն էի։ Էս ինչ է, սրա երկու չափն էր։ Հա,
Բա ամբողջը տվեցի Տիգրանիս։ Բան չմնաց։ Ինչը։ Կոթը։ Չեն թողի մարդ հանգիստ քնի։ Հետո էլ ուղարկում են քնելու։ Արի գնանք քնելու։ Վաղը երկուսս էլ աշխատանքի ենք։ Վայ ջան, մոռացել էի լրիվ։ Դե վաղը այն շորիկդ կհագնես, թող բոլորը նախանձից մեռնեն։ Ես էլ Տիգրանին կտանեմ հետս գրասենյակ նախապատրաստման դասընթացներին։ Բա ինչ լավ է։ Все-таки ինչ կայվ բան է շոփինգը։ Քեզ լիարժեք կին ես զգում։ Դա։ Արի, ինչ ես կանգնել։ Բայց հարմար կլինի։ Կարինե, շուտ արա, կմրսես։ Սոնա ջան, ամբողջ երեկո մի հարց էի ուզում տալ քեզ, բայց մի տեսակ քաշվում էի։ Հայրիկիդ հետ այսօր ինչու կռվեցիր։ Դա հին պատմություն է։ Ժամանակին կար մի դպրոց, որ գտնվում էր նրա գնաց տարածքում։ Նա քանդեց այդ դպրոցը և տեղը առևտրի կենտրոն կառուցեց։ Ես երկար ժամանակ խնդրում և աղաչում եմ նրան, որ չքանդի այդ դպրոցը, բայց նա չլսեց ինձ ասելով, որ դա իմ գործը չէ։ Չկարողացա նրան ներել։ Եվ մինչև այսօր չենք շփվում։ Իսկ այսօր ինչու էր եկել։ Դե հավանաբար հաշտվելու համար։ Բայց անիմաստ է։ Ամեն մարդ իր կյանքում կարող է սխալվել, բայց ունի նաև իրավունք ուղղելու իր սխալը։ Սոնա ջան, ինձ թվում է չի կարելի զրկել մարդուն իր սխալը ուղղելու հնարավորությունից։ Պետք է շանս տալ։ Լավ, արի քնենք։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Այդ ես չէի։ Հոպ, ողջակը, ճխլի։ Հոպ, արադի չէ ժողովարդ գործանի, ով ամծեք։ Բարև ձեզ, ես Կարինեն եմ, կարող եմ անցնել աշխատանքի։ Չլսեցի ձեզ։ Խնդրեմ անցեք։ Իսկ հեռախոսը որտեղ է։ Վերցեք։ Դիսպեչերի հեռախոսը։ Կողքի սենյակում է։ Շատ լավ։ Յակու կատաղացը։ Սիրո կակա չծաղկի սրա, լսում եմ ձեզ։ Գարանք մի հատ բոմբուկետ պատվիրենք։ Չորորդ կարակումին, չորորդ, երորդ, հաղորդեք։ Պատվիրատուն մի ժամը չկա, հասցեն հաստատ Վարդանացինք, հա։ Ով այ չէ, ձերը նորք մարաշտել, Վարդանացինքը չորորդինն էր։
Բանիր թողիր չես կարում այդ հասցեները հիշես։ Կարող է գիտես համբալը տեմ։ Կներեք երորդը, գնացեք դուք մարաշ։ Մի րոպե։ Հալո տաքսի կարակում։ Այն կերջան մի փոքր համբել եկա, ասեցի մեքենան խցանման մեջ է։ Ինչ խցանում այ հիվանդ։ Տո հիվանդը դու ես այ համբալ չեմ նայ կնիկ եմ կգամը տը գլուխդ կջարտեմ։ Հասկացաք։ Էսի քեզ։ Ձեզ։ В общем, ստացիելի շնորհավոր ելնի։ Ինչա։ Զաղիկը քեզ են դեպիրը ինձ ես հարցնում ինչ է։ Արդեն տեղում է շատ լավ։ Չորրորդ ապայման մոտեցեք, կմոտենալ են եկենա, որը ես կկատարեմ ձեր բապը։ Կլինի 4 րոպեից, ես տոն չեմ տավորնում, հնարավոր է շտեղ աշխատել արդեն։ Բարև ձեզ երեխաներ։ Բարև ձեզ։ Իսկ ուր է ուսուցիչը։ Այստեղ եմ Սոնա ջան, ժամացույցս եմ ման գալիս։ Նոր ձեռքիս էր հիմա չկա։ Ծաղիկները դզեց մռութ։ Այդ դուք եք ուղարկել։ Ես էի ուղարկել, Գուգլի ջան։ Բա ոնց անենք քեզ մի քիչ մոտիկից պարկով գալենք։ Խնդրում եմ, պետք չի, հա։ Ուր է շտապում սիրուն ջան։ Ես անգամ բլստացիր Գուգլիս։ Աջ ծաղմիարա, մեկա չես բաղնի։ Ախ, ուտեմ բագաժնիկը դու։ Ես ուրիշ լավներ դու։ Խնդրում եմ ստեղից գնացեք, հա։ Տյունինգըտ սպանում ա։ Դե խոսա, մի բան ասա մերն եմ վարերի։ Ովա, հաշ, ես խմած ես։ Բաց բան եմ Չէ չեմ կարա գործեմ։ Աշխատում եմ։ Դուրը բաց բան եմ։ Լավ սպանիր, մի ժամից են մեր տեղը։ Դուրը բաց Գուգլի ջան։ Տիգրան ջան, ախր հասկացիր, գողությունով ոչ մի լավ բանի չես հասնի։ Ես մեր ծրագրի օգնությամբ փորձում եմ ամեն ինչ անել, որ օգնեմ ձեր ընտանիքին։ Իսկ դու գողություն ես անում։ Ամոթ է չէ։ Մի քիչ մայրիկի մասին մտածիր։ Խեղճկինը առավոտից երեկո չարչարվում է, որ կարողանա քեզ պահել։ Այդպիսի լավ մայրիկ ունես։ Պետք է հպարտ լինես։ Հասկանում եմ, կյանքը դժվար է, բայց Դու ինչ ես հասկանում դժվար կյանքից։ Տիգրան ջան, ես չէի ուզում քեզ վիրավորել։ Ինչ-որ բան կա, որ ինչ չես պատմել։ Չէ, սաղ պատմել եմ։ Աչքերիս մեջ նայիր։ Լսում ես ինձ։ Ես շատ ուրախ եմ, որ հենց ձեր ընտանիքի հետ եմ աշխատում, որ Կարինեին հանդիպեցի։ Եվ եթե անկեղծ ասեմ, մի քիչ նախանձում եմ նրան։ Նախանձում ես? Բայց դու ամեն ինչ ունես, դա չափ, փող, ու ամեն օր կարաս այն տեղը գնաս։ Որտեղը Տիգրան ջան։ Շոպինգա ինչա։ Վայ Տիգրան։ Ոչ, նախանձում եմ, որ քեզ պես տղա ունի։ Չես պատկերացնի ինչքան բան կտայի, որ ես էլ քեզ նման տղա ունենայի։ Դա չանել։ Դա չանել։ Լավ։ Արի մոռանանք։ Բարիշեցինք։ Բարիշեցինք։ Ժամացույցը։ Որ մեկնա։
Կխմեք ինչ-որ բան։ Չէ, մարդ եմ սպասում։ Մարդ ես թողել, որ մարդ ես սպասում։ Աշ, ես ինչա վիճակդ։ Կրկնին։ Հո դու հիմար չես, դու խմելը թարգել էիր։ Իսկ հիմա սկսել եմ, եղավ։ Նուրեն տնից դուրս արել, ինձ դուրս արել, շանը հրավիրել է, ինչ շուն, շուն արել, որ տունը ինձնից պաշտպանի, որ ես տղեն, չկարենա տուն մտնի, իմ տունը արա, վայնուն է ես քում ցավը տանեմ, ապեր կրկրի, Բաղ խմացի փողը, գրի, վրես հետո կտավ, մի հատ հանգստացի աշոտ, ես ստացի, ես պայմոտըդ, կգնաս հյուրանոց քեզ կարգի կբերես, վաղը ես քեզ նունեի հետ կբարիշացնեմ, չի հավատա, կհավատա, ես կնոջ տեսքով կգամ, բարիքը դեմը կհանեմ, կհավատա, ասա, բադլնեմ, բադլնեմ աշոտ, հո դու դուրակ չես, դու իմ միակ ընկերն ես, չգիտես, որ միջև կյանքի վերջ ես քո կողքը կանգնած եմ, հիմա գնա դզվի, վաղը սաղ հարցերը կլուծենք, Կարեն, ես մողս ես թե ինչ անում, Լսի, բավիճ երբ ես թողելու, մեռար խոսք տալով։ Աղջի, ասեցի քեզ 1000 անգամ։ Եսոնա հետ կապտվել եմ իր պիտու խոր փողերի համար։ Վաղը վերջին օրն է, տղեկը համակարգը ջարդել են։ Վաղը կազմակերպությունը մեծ փողեր է փոխանցում միջազգային բանկ։ Իսկ ուր է գնալու այդ փողերը։ Իսկ ուր է գնալու։ Աղջի, դու բան չես ջոգում։ Ինձ է գալու, ինձ, իմ գրպանը։ Վաղը հավիկն ու իր պիտուղերը մնում են առանց կոմբիկեր։ Այստեղ ինչ թուղթը տենում ես, փոխանցումների կոդերն է։ Վայ մանուսիկ, բայց դու ինչ խելացի ես։ Արդիսոն կետ մոտս չմենա։ Ես քեզ ասում եմ ինքը չի սիրում Սոնային։ Դա պատճանում է իրան հոր քարտուղարու հետ։ Օգտագործում է Սոնային, որ հոր փողերը տանի, հասկացար։ Հլնդենա, ես իրան բան եմ բացատրում, ինքը ուտում է։ Ես կգժվեմ, Տիկո։ Մենք պետք է մի բան բստրենք։ Այդ մողեսի պոչը փոկենք։ Եթե Սոնայի գլխից մի հատ մաս փոկմավ, ես կսպանեմ դրան։ Առաջարկում եմ դուպլետ վուգլ անենք։ Նորմալ բացտրի, այդ ո՞րն է։ Դե երկու հարց միանգամից լուծենք։ Ես կզբաղվեմ մենուայով, դու էլ պապայով։ Այսինքն Ծաղիկի փողն ես։ Ոդտակի է ձելա։
Ձեր վենգարես։ Փաստորեն դուք գոհ եք Կարինեից։ Աչում ռեջ։ Կուկլի ջան։ Ես սերվիսում իրա նման աշխատող չկա։ Ասեմ իմանաք։ Ամսվա լավագույնը։ Շեֆ ջան, մի հատ նայես։ Ահա, լավ է, շեֆ։ Արա, ես շլամ բան եք մտածե, արա ես ձեր ցավը դանեմ։ Գիտեք, Կարինեն ընդգրկված է մեր ծրագրում և մեր այս այցելությունը պարտադիր էր։ Կարինեն միայնակ մայր է և մենք… Միայնակ։ Այո։ Ուրեմն ճամփեն բացա։ Այստի։ Այ։ Մի հատ կարային շուտ բերեք ստել։ Աշկից վրա շեֆ ջան։ Նունե, ես իմ ընկեր Կարենն է։ Ես լիրթը, ձերս առնում ինձ։ Ուշադրություն։ Ինչ ես տեսել Կարեն, բարի կթանի որ տենա տղամարդ ես։ Առաջինը Կարենը բաբոտ է, երկրորդն էլ ես կին եմ և ես հպարտ եմ դրանով։ Նունե։ Անասուն ես արա, ինչի չասիր որ Կարենն ես, Արես մեր շեֆի ինգերունը չես թապ տալի, ինչ ես ուզում ես աղջկանից։ Ինքը աղջիկ չի։ Այդ մեկը դու չպետի ասեի։ Դուք ինչ իրավունքով եք այդ անասուններին ուղարկում իմ հետևից։ Հեսում հիմա կատակներն են, բացեք դուռը։ Shake that thing, Miss Canada, Jody and Rebecca. Woman, get busy. Just shake that booty non-stop when the beat drop. Just keep swinging it, get jiggy. Get drunk up, percolate anything you want, because it's oscillating if I don't take it. Naim. Zeme. Thank you, man. Because you don't know your destiny. Yo, sexy ladies want war with us. You know they car with us, them not war with us. You know the club, them won't flex with us. To get next with us. Չմոտենաք ինձ, զգուշացնում եմ, ես շատ վտանգավոր եմ դառնում, երբ ինձ գցում են բագողու մեջ։ Մի վախի կուկլի ջան, այսօր մեր միացման օրն է, հուք սիրենք անում ու գնաց։ Օգնեցեք, ես կպաշտպանեմ, պաշտպանվան։ Ռուսերեն խոսայիմ է։ Եթե ձեր շնորհքը հենիքում է նման անվայել կերպով առաջարկություն անել, ապա ես ձեր իմացած կարանցից չեմ, հասկացաք։ Մի անգամ էլ ինձ փորձեք կպնել, կմնաք առանց շառավոնների։ Տղեկ, շնորհավոր եք, սակվում եմ։ Կներեք զառանդուք եք։ Այո։ Սա ձեզ մենուայից։
Փիսիկս, սպասում եմ այսօր ժամը 5-ին հյուրանոցում։ Խոսք եմ տալիս կրկոտ ժամանց։ Քո ասպետ։ Չեմ հասկանում, կարող ենք սուրճ խմել բացօթյա սրճարաններից մեկում։ Ասում են այս հյուրանոցում շատ հրաշալի սուրճ են տալիս։ Եվ հետո ես չեմ կարող իմ ընկերուհուն իմ ուզած տեղը հրավիրել, չէ որ դու այդքան ինձ հրավիրել ես։ Եվ հետո այսօր իմ ծնունդն է։ Վայ, բա ինչի չէիր ասում։ Ինչ ամոթ բան ստացվեց։ Լավ, նվերը ինձանից։ Վերջացրու։ Ահա Տիգրանս էլ եկավ։ Դե դու անցիներս մենք հեսա գալիս ենք։ Լավ։ Վերջ, ամեն ինչ արված է։ Ես էլ քո ուզած դեղին թուղթը։ Ապրես։ Ծնունդդ շնորհավոր, սիրելի Կարինե։ Ցանկանում եմ քեզ ու քո Տիգրանին երջանկություն, երկար կյանք։ Միշտ եղեք այնպիսին, ինչպիսին հիմա եք։ Այս մեկ շաբաթվա ընթացքում ես ձեռք բերեցի ընկերներ, որոնք այնքան բարի են, անմիջական, ազնիվ։ Վայ աման։ Ինչ։ Ինձ թվում է, ինձ թված։ Թե չթված։ Չհասկացա։ Մենուա։ Քեզ էլ թված։ Մի րոպե։ Սպասի, Սոնա, ես քեզ մենակ չեմ թողնի։ Մտան լուքս։ Տանքում եմ։ Ես վսա։ Մի րոպե ենքում քաշվեք, ես ծառայել եմ։ Իսրայելում։ Այս ինչ է մենուա։ Բույսիկ, էսի ինչ որ դու մտածում ես։ Իսկ իմ կարծիքով հենց այն է, ինչ որ ինքը մտածում է։ Քեզ եմ խոսացեց այ ագրով։ Դու ինձ պետք է ասեիր այն մող ես։ Բույսիկ ինձ լսի։ Չէ, դու ինձ լսիր։ Այս պահից դու ինձ համար գոյություն չունես ու չփորձես անգամ մոտ գալ։ Տականք։ Իսկ հիմա կարող ես շարունակել զվարճանքներդ։ Մենուսիկ, ստեղի Wi-Fi պարոլը ոնց էր կյանք։ Միացեք հաշվապահություն։ Արմինե, հենց հիմա բոլոր փոխանցումները դադարեցնում ես ու գալիս ես ինձ մոտ։ Մենուա, ես կընտարի տականք։
Հանգստացի Սոնա ջան, բան չկա։ Այդ տղա հոդովի շապ չես, ամբողջ օրը ծամում ես։ Գնա մեր Սոնային ջուր մեր։ Դու հանգստացի Սոնա ջան։ Չես պատկերացնում ոնց եմ ես քեզ հասկանում։ Ես ոչ մեկին պետք չեմ։ Ոնց պետք չես։ Բա ես, բա Տիգրանս, բա հայրիկդ։ Հայրիկիցս ընդհանրապես մի խոսիր։ Դու խմի Սոնա ջան, խմի հանգստացի։ Մի մտածի։ Մենակ կոչեցել մողեսը դեռինա պատիժը կստանա։ Եթե իհարկե արդեն չի ստացել։ Մի մտածի Սոնա ջան, այք տեսնես ես զգում եմ, կգա քո արքայազնը։ Կասի որ սիրում է քեզ։ Կնվիրի քեզ իր սիրտը։ Մի մտածի Սոնա ջան։ Տենց չի լինում։ Լինում է, խոսք եմ տալի քեզ։ Կգա, կընկնի ծնկի։ Ձերքդ կբռնի, ու կերկի քեզ ամենագեղեցիկ։ Ես քեզ մոտ եկելո իմ երգը երգելո դու իմ հրեշտակացյո Ուտեմ քո աչքերը սիրեմ քո ֆարերը բերել եմ քեզ գորասո Վայ 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 Ես քեզ սիրեմ Դու ինձ տվեցիր մի աշխարհում մի հույս Դու իմ ճամփի կանաչ լույս Վայ 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 Ես քեզ պաշտամեմ Ռուչնոյը քաշիր ու թողիր ինձ տրասին Արի լինենք մի Ես քեզ սիրում եմ Կարինե Ինչ Կներեսից իմ կյանք իմ ուրախություն ես սխալ էի Ես աղաչում եմ քեզ որ դու ինձ ներես Հենց հիմա գնացեք այստեղից Չեմ գնա Ես քեզ ուզում եմ հրավիրեմ իմ կլուբ Հորս արև Պատով չեմ կպնի Ես նոր եմ հասկացել, որ դու ես իմ տագուհին Եթե հրավեր քեզ մերժես Պալատկեկը կխփեմ ստե ու սաղ գիշեր կմնա Ոչ մի վրաններ, ես եսա միլիցիա Ես եսա օսիմյանին կզանգեմ Հանկարծ չհամարձակվեք այստեղ վրաններ խմել Դե ուրեմն հետը սարի կլուբ Կարաս ընկերներիդ էլ հրավիրես Աղաչում եմ քեզ Վայ, ինչ ռոմանտիկա, չէ Տիգրան Աչքիս պապայան է շմարվում Հլի մատ երկուսդ էլ ներս անցեք, սա ձեզ չի վերաբերում Լավ կգամ, սպանեցիք, միայն թե սուս մնացեք, թե չես ասա խարևանները կհավաքվեն Վայ անտեր մնա այդ օրը, որ ես նշտեց էտ հերախոսը ռուլին Իմ մեքենան ձեզ է սպասում իմ թագուհի Այս սա իսկական սեր է, չէ Տիգրան Մամ, արի գնանք խնդրում եմ, ես կյանքում ակումբում չեմ եղել Իսկ ես ընդամենը մեկ անգամ Մի հատ հենց հիմա երկուսդ էլ սուս մնացեք Հայրիկ դա զանգում Այո Հենց հիմա վերցրու Ոչ, չեմ կարող Եթե դու հենց հիմա հեռախոսը չվերցնես և նորմալ, կրկնում եմ, նորմալ հայրիկիդ հետ չխոսես, ես չեմ գա ակումբ և նորից կմնամ միայնակ մայր։ Կարինե, խնդրում եմ, էլ մի սկսիր։ Վերջ, ես հասկացա, ոչ մի ակումբ։
Ցանին իմ նարկից գցին դուրս։ Վեկալան ավտոս, սաղ վեկալան։ Իմը ցան ինչ է եղել։ Վայ, կյանքս կներես։ Տեսար չէ ինչ եղավ։ Համ գործի ցանին համ հավը թռավ։ Չկա էլ կղզիներ, բասեններ, կոկտեյլներ, կատլետներ, չկա, ուշի բան չկա։ Մենոսիկ, մի մտոցի կյանքս, ամեն ինչ կկարգավորվի։ Գիտես չէ, նվիրածը ծաղիկները նենց սիրուն էին, մինչև հիմա պատոհանից դրածա։ Ինչ ծաղիկ։ Ես քեզ երբ եմ ծաղիկ նվիրել։ Ոնց բռուտ, բայրը խույտ ծաղիկ չէիր ուղարկել, մեջն է նամակ էր, որ հյուրանոցում հանդիպենք։ Ինչ երեխա։ Ինչ տեսք ուներ։ Սպասի։ Դու չեր ինձ կանչել հյուրանոց։ Լավ, կվերցնեմ։ Ալո։ Ասա հայրիկ։ Մենուան։ Ոչ, մեր մեջ ամեն ինչ ավարտված է։ Ուրախ ես։ Ուրախացել է, որ մենուայից բաժանվել եմ։ Մենք ինչ կանենք։ Տխրել։ Այո, հայրիկ։ Ինչու։ Ուզում է հանդիպել։ Ուրեմն հանդիպի։ Ոչ։ Շանս տուր, շանս։ Լավ։ Այո, հայրիկ, ինձ վաղը երեկոյան 8-ին հարմար կլինի։ Առայժմ։ Գոհ ես։ Լավ, թե գնացինք ակումբ։ Բարև ձեզ։ Ես ոչ մի ակումբ չեմ գալիս։ Դիսկո, 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 դիսկո։ Ես չեմ պատրաստվում պարել այդ չախ տաքսոմանյակի հետ։ Ես քեզ կգտնեմ անտերագրով, քեզ էլ ինքո լակոտին էլ։ Գետա։ Днём рождения, успеха, радости, везения, любых желаний, исполнения и миллион ночей и дней. С днём рождения, любви такого в окружения, чумового настроения и самых преданных друзей. Ho sbagliato tante volte ormai che lo so già. Che oggi quasi certamente sto sbagliando su di te. Ma una volta in più che cosa può cambiare nella vita mia? Accettare questo strano appuntamento. Успеха, радости, везения, любых желаний, исполнения и миллион ночей и дней. Բնակվում է եղբոր Աշոտի մոտ, ասցեն։
Բոնետ կտանք ագրավիկ։ Ես իմ շամն է։ Այս ագրավ երեխեն են փողոցի բոմշի ճուտներ։ Բա։ Ինչ կա։ Բարև ձեզ, ես Կարինեին կուզեի տեսնել։ Այ ընկեր, ինչ Կարինե։ Սպանիկ թողիկ էլի։ Են մեկն ասում է Կարինեն չի, Կարենն է։ Էս մեկն եկել Կարինեի ուզում։ Ներվերս կերակարդ է սաղդ։ Կարեն, Կարինե, Կարեն, Կարինե։ Ով ուղարկել քեզ այ բոմշ։ Մարդս։ Էլ իրար հետ խմում եք։ Հիմա այդ լիրբը Կարինեն է թե Կարենը։ Հա՞։ Ասա։ Իա ինչ Կարենի է։ Հելը մի րոպե, ուզում եք ասեք, որ… Ես կարող եմ Աշոտի հետ զրուցել։ Աշոտի։ Հե։ Այ Աշոտի հետ կարող ես։ Աշոտ։ Այս բոմշ ուզում է հետը զրուցի։ Կար, այ հիմա ես ճիշտն ասա, դու ես ծնում կյանքը մոտ ունեցել էիր։ Ոնց, որ ես աղջկա շորով լինեմ, մեկն էլ ինձ դեռ գցի, չէ, տենց ծնունդ չեմ ունեցել, ու հուսով եմ չեմ էլ ունենա, բայց կատակը մի կողմ երեք լավ ուրախացանք։ Սոնանա։ Ալո, ես գիտեի դու այսօր չես արտանալու, լսի երեք ենքան պարեցիր դարել էիր Սոֆի Դևոյանը։ Չէ, գժվել ես բան չի եղել, քթոսը բերեց ինձ ու տիկոին թողեց տանը ու գնաց, համել դու գիտես գիշերից յուղոտ չի կարելի, ինչ սուրպրիզ, ինչ լավ բան ասեցիր, բալես մենք տուն ենք ստանալու, չէ, մի տեսակ չեմ, լավ էլ ուրախ եմ, հենա Տիգրանն էլ ա շատ ուրախ, պապայիդ հետ, կգանք Սոնա ջան, եղավ, առայժմ։ Տունը ստացվել է, վաղը պտի գնանք վկայակը նվերցնենք։ Տան, թե մեր ստորության։ Ինչ ես վրես տենց նայում, գիտես ամենազնիվը դու ես, կարողա չեմ հասկանում, որ արասները սարած չի, հետ աղջիկը մեր համար ամեն ինչ անում, այս մենք ոտից գլուխ սուտ ենք, գիտես քանի անգամ եմ ուզեցել ես ամեն ինչին վերջ տամ, հել չեմ դիմանում ես խաղերին։ Ամեն դեպքում ես խաղ աչքիս իմ համար էլ չի, ես դուրս եմ գալիս։ Քեզ թվում է դուրս գալով բան կլուծվի, չէ, հետ էլ մեծ հարց է, մենք Սոնային ավելի շատ ցավ կպատճառենք մեր խաղը շարունակելով, թե խոստովանությամբ։ Երկու դեպքում էլ ցավ ենք պատճառելու, բայց ինձ թվում է ավելի ճիշտ ընտրել ազնիվ ճանապարհը։ Համաձայն եմ, ու հետո հաստատ կա միայնակ մի մայր, ում այդ տունը ավելի է պետք։ Կարճ ասած առաջարկում եմ հեռանանք։ Հեռանանք, բայց երևի Սոնային ինչ-որ բացատրական նամակ ուղարկենք։ Հա, մոռացա ասեմ, Սոնան խնդրում էր իր հետ գնանք ռեստորան հայրիկին հանդիպելու։ Հուսով եմ կբարիշեն, ինչ կասես։ Ինչ պիտի ասեմ։ Եթե դա կօգնի Սոնային, ես պատրաստ եմ։ Դե ինչ, վերջին անգամ մայր և որդի։ Արի նամակը գրենք, մամ ջան։
Արա, ես տենց է գիտեի, ես գում էի, որ ես ագրավը որդա, նաստալ չաս մենուա։ Սա ձեր Ջեյմսն 12-ը, Դավիթ Սիրելիչ։ Գուցե ինչ-որ մի բան խմեիք։ Խնդրում եմ, Արագասը, մենք ժամանակ չունենք։ Բայց ես չեմ շտապում, Տիգրանս էլ ճիշտն ասաց։ Ես խնդրում եմ սա կարդա։ Սա ինչ է։ Գուցե կարդայի։ Մայրն էլ այսպես անհամբեր էր։ Սոնա ինչ պատահեց, այս ինչ թուղթ է։ Այս փաստաթուղթը վկայում է այն մասին, որ ես ավարտել եմ դպրոցի շինարարությունը։ Այն դպրոցի, որ ես ժամանակին կանդել էի։ Միևնույն ժամանակ ես հույս ունեմ, որ այս փաստաթուղթը կօգնի ինձ վերադարձնել իմ աղջկան։ Ներիր ինձ։ Այսքան տարի դու դպրոց էիր կառուցում։ Ես այսքան տարի էլ կտայի, միայն թե վերադարձնեի աղջկաս։ Օպ։ Ներիր ինձ։ Հանգստացի, ամեն ինչ լավ, ամեն վատ բան մնաց անցյալում։ Բայց ինչ լավ բան եղավ։ Հիմա ես ու Տիգրանս կարող եք հանգիստ սրտով գնալ, այսինքն մնալ և վերջապես մի բան ուտել։ Սաղցատերը հավաքվել են, պիտուղն է լաստը, հավն է, ագրավն է իրա բոմժի ճատի հետ։ Տիգրան ջան։ Ես չեմ խմում։ Կարինը գիտես չէ, հայրիկը կարողանում է ձեռագրով բնութագրել մարդկանց։ Օ, ինչ հետաքրքիր է։ Իսկ ինձ կարող եք բնութագրել։ Փորձենք։ Ձեր անունը գրեք։ Շատ լավ, անձերուցիկին եմ գրում։ Կարինը։ Շատ հստակ ձեռագիր է։ Այսպես տղամարդիկ են գրում։ Նայր, կտարը, ուժեղ ու ինքնավստահ։ Դուք շատ ուժեղ կին եք, Կարինը։ Եթե իմ ներկայությամբ չգրեիք, կմտածեի, որ գրողը տղամարդ է։ Եվ չեք սախալվել։ Շշուն նստած հաց եք ուտում, բայց հանգած հայտնվեց մենյան ու սաղ փեշացեց, չէ պրիսիկ։ Եթե հենց հիմա այստեղից չգնացիր։ Լսիր, քեզ քանի տեղից պիտի վռնդեն, որ գլուխդ մտնի։ Մի րոպե հասկացանք, ես կինոյի մեջի վատ տղեն եմ, բայց պարզվում է, սցենարով ավելի բացասական կերպար։ Տիգրայք և պարոնայք, ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Կարինե Օպար։ Վազու լյուբից իրազալովեց։ Ոյ, ես ինչ երով, ով տեսավ, շողովուրդ։ Դու տղամարդ ես։ Ուր ես թե տղամարդ, աղջիկա շորը հակելա, որ գա օֆիսիցը տուն վերցնի ու փող։ Այս ինչ է կատարվում, պապ։ Դուք ով եք։ Ես բոմժի ճուտն է իր տղեն։
Տիգրան ճիշտ է ասում։ Խոսай թափ-թփուկ ինչ ես լռում։ Միգուցե մամաս խոսա։ Վայ, մոռացել դու մամա չունես։ Այսօրվանից կարող ես կողքան մամաս անը քեզի տնից ռադար։ Չէ՞։ Ինչպես կարող եք ինձ խաբել, հա։ Սոնա, սպասի։ Սոնա, սպասի։ Սոնա, մենք քեզ իմայել ենք ուղարկել, մեզ տուն պետք չի։ Վերջ, այ հիմա վերջ, մենակ մի բանի համար եմ զղջում։ Ինչի։ Որ հանդիպեցի քեզ ու մտա քո կեղտոտ գործերի մեջ։ Ինչ։ Ինչ-որ լսեցիր։ Դե հիմա ազատ ես։ Գնա քո մաքուր գործերով զբաղվի։ Պարպրիս նվա մեկ է ջեպկիրություն արա, քոնը էտա։ Դու էլ գնա աղքատ ընտանիքներից տուն խլի։ Ու կգնամ։ Զզվում եմ քեզանից, զզվում։ Գնա։ Սաղը դրանդեղ եք, ինձ ոչ մեկ է պետք չեք։ I got troubles, Lord, but not today. 'Cause they're gonna wash away. They're gonna wash away. And I have sins, Lord, but not today. 'Cause they're gonna wash away. They're gonna wash away. And I have friends, all but not today. 'Cause they done washed away. They done washed away. I've been crying, no, I've been crying, no, no more crying, no, no more crying, We get lonely, love, but not today. 'Cause we gonna wash away. Ինձ ձեր նամակը չի հասել։ Ոչ։ 3 անգամ ուղարկել եք։ Բայց ինձ մոտ ոչինչ չկա։ Լավ, խնդրում եմ մեկ անգամ էլ փորձեք։ Շատ բարի։ Սոնա ջան, կարող է սպամի մեջ լինել։ Ինձ հետ մի քանի անգամ պատահել է։ Նամակները սպամի մեջ են ընկնում, իսկ ես թվում է չեն հասել։ Շատ հնարավոր է։ Հիմա փորձեմ։ Սիրելի Սոնա, ես եւ Տիգրանը ուզում ենք քեզնից ներողություն խնդրել։ Մենք իրականում այն մարդիկ չենք, ինչպես ներկայացել ենք։ Իմ իրական անունը Կարեն է։ Ես տղամարդ եմ։ Հիմար տղամարդու մտքով անցավ կնոջ կերպար ընդունել եւ խաբել աշխարհի ամենաբարի, գեղեցիկ ու ազնիվ մարդուն։ Մենք հեռանում ենք, քանի որ հասկացանք ինչ ստոր վարվեցիք քեզ հետ։ Տուն եւ փող պետք է ստանա այն ընտանիքը, որն իրոք դրա կարիքն ունի։ Եվ ես համոզված եմ, որ դու կգտնես այդ ընտանիքը։ Եղիր երջանիկ եւ խնդրում եմ, հաշտվիր հայրիկիդ հետ։ Միշտ մնա այնպիսի ազնիվ եւ մարդասեր, ինչպիսին կաս։ Մնաս բարով, ներիր մեզ, եթե կարող ես։ Կարեն եւ Տիգրան։ Եվ դու ինչ ես մտածում։
Իսկ ինչ մտածեմ այսքանից հետո։ Կնոջ տեսքով հայտնվեց, որ վերցնի բնակարան եւ գումար, որի կարիքն ունեն հարյուրավոր միայնակ մայրեր։ Բայց չվերցրեց, չէ՞։ Ու ինչ ես ուզում դրանով ասել, որ ինքը լավն է։ Լավն է թե վատը, այդ դու կորոշես։ Ես միայն կարող եմ փաստերով խոսել։ Ինչ փաստեր։ Բացի նրանից, որ նա քեզ ազատեց մենուայից, նաև փրկեց մեր կազմակերպությունը։ Կազմակերպությունը։ Առաջին, նամակի վրայի կտառը համընկնում էր Կարինեի գրած կտառին։ Երկրորդ, հաշտեցրեց ինձ ու քեզ։ Եվ երրորդ, այսպիսի նամակ կարող էր գրել միայն սիրող մարդ։ Բա հիմա ինչ ես անում։ Հիմա թատրոնում եմ աշխատում։ Լուրջ։ Խաղում ես։ Ես ասի խաղում եմ, աշխատում եմ։ Դեկորացիա եմ քաշ տալիս։ Ես իմ ինչ գործ չի, բայց դե հույս ունեմ մի օր բեմի բանվորից կդառնամ դերասան։ Դե որ դերասանից դառար բեմի բանվոր, հակառակը հաստատ հնարավոր է։ Կարեն։ Բա Սոնայի պահով ինչ ես անելու։ Չգիտեմ, նենց բան եմ արել, որ ինձ կյանքում չի ներելու։ Երևի ինձ չի էլ հիշում։ Իսկ դու։ Ես ինչ։ Աչքիս իմ ու Սոնայի պատմությունը ավարտված է։ Իսկ տիկոին գտնելու եմ։ Հաստատ գտնելու եմ։ Բերելու եմ հետս ապրի, այս էս տղա։ Տենասուրա հիմա։ Տիգրան ջան, ես տեղ եմ։ Ոնց ես, Տիգրան ջան։ Նամակը։ Գրպանում թղթի կտոր էին գտել, 2 հեռախոսի համարով։ Վայ, Տիգրան ջան, ամեն ինչ լավ կլինի, լսում ես, ես քո կողքին եմ։ Նամակ էինք գրել քեզ։ Գիտեմ, սիրելիս, գիտեմ։ Ես չեմ նեղացել, ազնիվ խոսք չեմ նեղացել, դու միայն մի հուսվիր, լավ։ Տիկ ոնց ես, Տիկո ջան, եկել եմ հետևիցդ, սրանից հետո իմ հետ ես ապրելու, դու մենակ լավացի ցավատ տանեմ, սրանից հետո միշտ իրար հետ եք լինելու, մի անհանգստացի շուտով լավանալու ես, կլավանա, չէ բժիշկ։ Որ դուրս գաք հանգիստ թողնեք, կլավանա, իսկ հիմա պետք է քնի։ Տիկ ես դուրսն եմ, բան պետք է լի գոռա։ Կներեք, դուք երեխայի ծնողներն եք։ Կարինային շատ եմ կարոտում։ Ես էլ, այսինքն, ես էլ քեզ եմ շատ կարոտում, չնայած հույս էլ չունեմ, որ երբևէ ինձ կներես։ Մի լավ ընկերուհի ունեի։ Ինձ միշտ ասում էր, որ մարդուն պետք է տալ սխալը ուղղելու հնարավորություն։ Շանս։ Փաստորեն, եթե քեզ սուրճի հրավիրեմ, չես մերժի։ Այսքանից հետո սուրճը չէր խանգարի։ Ես պաշտոնապես հրավիրում եմ ձեզ 1 գավաթ սուրճի։ Ես համաձայն եմ։
Ես էլ անհանգստանում, երբ առաջին անգամ դպրոց էի գնում։ Պապ, բայց դու առաջին անգամ առաջին դասարան էիր գնում, ոչ թե իմ նման չորրորդ։ Մամ, ինչի հենց այս դպրոցը ընտրեցիք։ Դե վազի։ Զելսեց։ Կարինե, Կարին կա, էնում բալիկնա, մետասա պապա։ Մամա, Ինչի ես զարմանում, երեխեն ճիշտ էլ ասում է։ Թակաբոն, մեծ թակաբոն, թելքիցով, թվջիցով, թակաբոն, թակաբոն, թակաբոն,